Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Այսօր եկել եմ խոսելու շատ կարևոր թեմայի մասին, ինչը մի քանի օր է ինձ հանգիստ չի տալիս եւ դիտարկելով համացանցում լրատվականներում տեղի ունեցող իրադարձությունները, դիտարկելով թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումները, խոսույթը եւ ուրեմն դիտարկելով այն քայլերը, որոնք այս պահին անում է Հայաստանի Հանրապետության օպոզիցիան, այսօր եկել եմ խոսելու, թե ինչ է տեղի ունենում։ Երբ պարոն վարչապետը ասում է եռագլուխ, մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եռագլուխ նա ի նկատի ունի Ռոբերտ Քոչարյան, Տաշիր Սամո, Սամվել Կարապետյան եւ Դոդի Գագո, Գագիկ Ծառուկյան։ Ինչ է այստեղ տեղի ունենում։ Սխեման բացատրում եմ, ուրեմն սրանց ամենագլխավոր գլուխը պարոն վարչապետը այն ժամանակ էլ էր ճիշտ ասել փաստորեն գլխի փոքրիկ տղա։ Սրանց գլխավոր գլուխը Ռոբերտ Քոչարյանն է եւ ամեն երեկո օֆիսում համակարգում են ով ինչ պետք է անի եւ անցնում են գործի։ Այստեղ Տաշիր Սամոն եւ ուրեմն Ծառուկյան Գագոյ կատարողներ են ընդամենը։ Հիմա բացատրեմ սխեման։ Ծառուկյան Գագոյ իրա վրայա վերցրել, էսա դոտ գլխու վրայա վերցրել հետեւյալ իրավիճակը, գեղերից հավաքել է իրանց չակերտավոր հեղինակություն հեղինակազրկվածներին ու դրանք գեղերում իրանց համար ձայն են ապահովում։ Իբրև թե ժողովրդին փդած մակարոն ու կարակ բաժանելով ձայն են ապահովում գեղերում։ Չխորանամ էլի։ Հա, մի բան էլ թե բա ձեր կարտոլանք մթերենք, գեղարքունիքի գեղի ժողովուրդ, մենք ձեր կարտոլանք մթերենք։ Գագոն ընգյաթրնեթուր ձենա գավակա կարտոլակ մթերա։ Սիրելի գյուղացիներ, ես դες խոստանում եմ, որ այս տարի ձեր կարտոշկան շուկայականից բարձր գնով խոսքը իմ մարտունեցիներին է վերաբերվում։ Ես եմ մթերելու շուկայականից ավելի բարձր գնով։ Ես եմ մթերելու ձեր կարտոֆիլը։ Հաջորդը Տաշիր Սամոն բերելա դրելա այն Նարեկ Կարապետյանին, այտենց լավ չէր, երեխա չունեք փուճուր, այդ երեխուն դնեիք։ Մեկա ձայները հավաքելու եք տակ չայացու Ռոբերտ Քոչարյանին, որն է տարբերությունը 10 հատ ձայն կստանա Նարեկը, թե այն դպրոցի 14-15 տարեկան երեխան։ Կամ օրինակ կարող եք Տիկին Էթերին դնել վարչապետի թեկնածու։ Ինձ թվում է Տիկին Էթերին մի երկու ձայն ավել կհավաքեր։ Հա, հիմա ասածս ինչա, ձեր ամբողջ սխեման բացահայտված է։ Ու այս անգամ որևէ մեկը թույլ չի տալու, որ դուք հայ ժողովրդին օգտագործեք ու սարքեք օգտագործման մատերիալ։ Կարտոշկա կմթերենք, ձեթու փդած մակարոն կտանք, չգիտեմ ինչ կանենք։ Չէ լուրջ, ձեզ թվում է դուք ձեր գլուխները տենց մտցրել եք հողի տակ, պոչերները դուսը ցցած սենց ման եք գալիս, ու դուք հեղինակություն եք գեղերում։ Սև հեղինակություն եմ ես ձեր գլխին բերելու, այ հեղինակազրկվածներ։ Այ հեղինակազրկվածներ, ու կրկնում եմ, այս տարի աշնանը ամբողջ գյուղացու կարտոֆիլը շուկայականից բարձր գնով ես եմ մթերելու։ Այդ ընդունեք ի գիտություն։ Հասկացանք իրար։ Այդ Ռոբիկ չայացու, դսել եմ 2 օր առաջ են փաստաբանը տա գնացել Դալմա Garden Mall, ունդեղ տնորենի մոտ մի քանի ժամ լրվծրել է։ Այդ որոշել եք սխեմա մշակեք, գներ իջացնեք Դալմայում, որ Դալմայի արենդաների ժողովուրդն էլ գան ընտրեն Տաշիր Սամո կամ քեզ, լուրջ ես ասում, դրա դեմն էլ է առնծվելու։ Հիմա ուշադիր ինձ լսեք, այ չմոներ, այն մարդիկ, որ ձեր կողքով քայլում են ու իրանց հեղինակություն են ցուցադրում, որպես այդպիսին, ձեզ ճանապարհելուց հետո, ձեզնից փողերն առնելուց հետո, զանգում են ինձ մանրամասն ձեր պլանների մասին պատմում են։ Հասկացաք, որովհետև իրանք էլ գիտեմ, որ դուք անցած էտապ եք։ Անցած էտապ։ Հայ ժողովուրդը էլ թույլ չի տալու, որ
35 տարվա պատմությունը նորից կրկնվի մեր գլխավորությամբ։ Հա, այդ ձեր փսլնքոտներն էլ, որ նստած իմ տարիքն ու հագուստն են քննարկում։ Շատ հետաքրքիր բան ասեմ։ Տարիքիս մասով։ Արդեն 60-ն անց եմ։ Բայց բնությունը ինձ այնքան սիրուն է ստեղծել, այնքան մաքուր հոգի է ներսումս դրել, որ ես ընդհանրապես չեմ ծերանում։ Իսկ ինչ վերաբերվում է հագուստիս, ցույց տամ զարմանակ։ Նայեք ուսադիր։ Օրիգինալ ակադեմիա ժակետը, չնայած դուք չեք հասկանա ակադեմիա բրենդը ինչ է։ Այդ մեր գեղի քոշեքը հլա չի հասել։ Էս որ ծախեմ, ձեր մի տոնը կարտոլի փողը դուրս կգա։ Հասկացանք իրար։ Իմիջայլոց Էրդողանը սանոբիրել։ Ես պրոստը զարմանում եմ ձեր տուպոյ ուղեղի վրա, որ դուք ձեր ձեռքով իմ ռեյտինգը բարձրացրեցիք պատալոկ։ Շարունակեք նույն ոգով։ Ու ասեմ ավելին, թուրքական ագենտ, ադրբեջանական ագենտ լինելու համար, ու ընդհանրապես 7 երկրի ագենտ լինելու համար բավականաչափ ուղեղ է պետք։ Աստված այդ ուղեղից ինձ տվել է։ Ու ես շնորհակալ եմ իրան։ Փառք Աստծո։ Այն կտրիչ Գիժ Գրիգորիչին էլ մի բան։ Կտրիչ, դու էլ տակից ես, չէ, եռագլխին օգնում։ Չմտածես, թե քո թեման փակված է։ Քո թեման ամեն օր իմ էջում լինելու է, մինչև քո վերջը տան։ Բայց շատ հետաքրքիր մի հայտարարություն հիմա կանեմ, որ իմ բոլոր հետևորդները կզարմանան իմ հայտարարությունից։ Ես հպարտանում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեղով։ Ինչու։ Դատական համակարգը ոչ մեկին չի ձերբակալում։ Եվ ընտրությունների ժամանակ ազնիվ պայքար է մղվելու։ Եվ ասեմ հետաքրքիր բան։ 80% եւ ավել ձայներով ջաղջախիչ, ուրեմն պարտությամբ օպոզիցիան դուրս է շպրտվելու համակարգից։ Իսկ ինչու եմ հպարտանում Նիկոլ Փաշինյան անձով, որովհետև հետևյալ քայլը արեց։ Դուք կմնաք ազատության մեջ, բայց հայ ժողովրդի կողմից հավերժի, ուրեմն հավերժի մերժվածներ։ Ու ամեն մեկը չի որ կհասկանա այդ մարդը ինչ արեց, սիրելիներս։ Այս ժամի համար հələ որ այսքան է։ Էլի շատ հետաքրքիր բացահայտումներ են լինելու առաջիկայում։